Դրանից որևէ մեկը համաձայն չի այդ օրենքին եւ մեր բոլոր ծանոթները, մեր իմացած մարդիկ, որևէ մեկը չկա տես մարդ, որը համաձայն է կենսաթոշակների այդ բարեփոխումների պարտադիր բաղադրիչին։ Դա ինչ օրենք է, որ առանց որևէ մարդու համաձայնության ընդունվում է։ Դա սխալ օրենք է, մենք պահանջում ենք օրենքից հանել պարտադիրը։ Որևէ մեկը բացի օրենքի պաշտպաններից, բացի այդ օրենքը մշակողներից, ով չի այդ օրենքին, որովհետև օրենքը իրենից ներկայացնում շատ թերություններով մաս չի կարող դա իրագործվել Հայաստանում։ Դա սխալ օրենք է, դա բոլորիս վնաս է հասցնել։ Ձեզնից պահանջում ենք, որ գնա և արտահերթ նիստին մասնակցենք։ Օրենքի հետ կապված փոփոխություն է պետք։ Մենք բոլորս պահանջում ենք ձեզ։ Օրենքի հետ կապված մի քանի նախագծեր նշենք, դժվարությամբ բարեփոխումները կենսաթոշակային, բայց եկեք տեսնենք ինչ կողմով բարեփոխումն համար։ Հատկապես երիտասարդներին ասած։ Եթե երիտասարդների կայմը սովորում արկա համակարգով, դրա այս տարիները համարվում է ստար, և դրա համար թոշակ է ստանալ։ Այս բարեփոխումների շնորհիվ, տակետավոր բարեփոխումների շնորհիվ, դա ոչ մի բան չի համարվում։ Արկա սովորելը զրոյ է համարվում։ Հաջորդ կետը, ներկայում է ծառայության տարիները համարվում է ստար, և դրա համար այս թոշակ է ստանալ։ Այս բարեփոխումները ևս զրոյ է համարվում։ Դրանք կետերը, որ իմաստալման է պահպանում։ Ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, նրանք աշխատանքը, նրանք ծառայությունը չի գնահատում։ Դա անտրավաբանական է, դա ոչ հայրենասիրական քնեն նրանք անձեր, հայրենակներ։ Ինչ կարևոր ակնամատներ, իշխանքներ նաև տղի կանանց հանդիպեցին։ Նրանք ներկայիս համակարգով, տղի կանանք իրավունքներ ստան, ամեն երկու տարի ստաժ են ստան։ Այս համակարգ